Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 15։ Ողորմությամբ և ճշմարտությամբ կքավվի անօրենությունը և Տիրոջ վախովը մարդ կհեռանա չարիցը, Առակաց 16-րդ գլուխ 6-րդ խոսք։ Տիրոջ վախովը մարդը կհեռանա չարիցը, այսինքն իրենց դատողության մեջ, իրենց կամքի մեջ, իրենց մտքի և իրենց զգացմունքների մեջ։ Ոչ թե այն պատճառով, որ Տիրոջ վախով մեղքը բնաջնջվում է կամ գոյությունն է կորցնում հոգու մեջ, այնտեղ դեռ կմնան այդ քանանացիները, սակայն նրանք ատվում են, զզվանքով մերժվում են, նողկալի են համարվում, նրանց դեմ պատերազմ է մղվում, նրանց դեմ աղոթք է բարձրացվում, նրանք հսկվում են, նրանց դեմ պայքար է մղվում և նրանք սպանվում են հոգու մեջ։ Այս վախը կոչվում է կյանքի աղբյուր։ Տիրոջ երկյուղը կենաց աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։ Առակաց 14-րդ գլուխ 27-րդ խոսք։ Այն աղբյուր է կամ ակունք, որը անդադար կերպով հոգուն մատակարարում է մեղքի, Աստծո, մահվան և հավիտենական կյանքի մասին զանազան խորհրդածություններ, այնպես, որ հոգին պահվում է առաքինության մշտական գործադրության մեջ և սուրբ խորհրդածության մեջ։ Այն կյանքի աղբյուր է։ Նրա յուրաքանչյուր ներգործություն, յուրաքանչյուր դրսևորում և գործադրություն ունի ճշմարիտ ու բնական միտում դեպի հոգևոր և հավիտենական երանություն։ Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդս նրանով կուշտ կպառկի առանց չարիքի հանդիպելու։ Առակաց 19-րդ գլուխ 23-րդ խոսք։ Այն դեպի կյանք է միտում, ինչպես բնությունն ինքնին։ Ամեն բան ձգտում ունի դեպի այն, ինչ առավել բնական է իրեն՝ կրակը այրելուն, ջուրը թրջելուն, քարը ընկնելուն, արևը շողալուն, իսկ մեղքը ապականելուն։ Այսպես էլ Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում։ Նրա իսկ բնույթն է հոգին մղել Աստծուց երկյուղելուն, Քրիստոսի հետ միանալուն և նրա առաջ խոնարհությամբ ընթանալուն։ Այն կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից հեռանալու համար։ Իսկ որոնք են մահվան այդ որոգայթները, եթե ոչ մեղքը, սատանայի խորամանկ նենգությունները և նման բաները։ Դրանցից Տիրոջ երկյուղը բնական միտում ունի մեզ ազատելու և պահելու այն ճանապարհի մեջ, որ դեպի կյանք է տանում։